Անոնոր եւ որդվո եւ ոգուին սրբո ամեն Քրիստոս հարիավի մերելոց օրնյալի հարությունը Քրիստոսի Պարկելլա մեր դերոջ անգամ եւս մեզ իր շնորհքով իր դանը մեջ հավաքեց սուրբ խոսքերը լսելու դերոջմով առաջնորդվելու եւ իրեն հետևելու իր անվանը պարկին համար Երկու տեպքեր պիտի պատմեմ նախքան պատկամս, որ մեկը 7 տարի առաջ եղավ, հիվանդի այցելեցինք, մի քանի օրեր ետևի 3-4 օր, եւ այցելության առաջին 1-2 օրը ուզեցինք ծանոթանալ հիվանդին եւ այլն թե ինչ է ուրդեղեն է ինչ է հիվանդությանը պատճառը ինչպես եղած է եւ այլն իմիջայելոց մեր դերոջ մասին խոսեցանք մարդը ասավ ես կհավատամ Հիսուսի միշտ գաղութեմ ամեն գիշեր առաջ որ բարգիմ ամեն արդու երբ որ ելեմ ուրախացանք շիտակը որ լավ է հավատացյալի մոտ եկած ենք եւ իրեն այցելություն գնենք Չորրորդ օրը, բայց ասպես միտքես դարձյալ հավատքի մասին կխոսեինք, չեմ գիտեր ինչու, հարցուցի, որ դուն հարության մեր դեր Հիսուս Քրիստոսի հարության գահավատաս, չէ յաոսավ, Մենք 3 օր այս մարդուն հետ հավատքի մասին խոսեցանք, Քրիստոսի մասին խոսեցանք, բայց ինքը Հիսուսի Քրիստոսի հարության չհավատար։ Ասիկա ասկե առաջ ասած եմ, ասկե ուրիշ օրել ալգլնալ տարցիալ գրկնեմ։ Մեր ժողովրդին մեջ ոչ թե սխալ հավատք ասենք հավատքը լավ հասկացված չէ թե ինչի գահավատանք մանգուտենեն սորված բաներ կան որ կսորվինք Հիսուսին անունը բոլորն իսամերդուներեն ներս լսած ենք բայց ճշմարիտ հավատքին մեջ չենք խորացած Աս մարդուն հարցը այդեր, ինքը գաղոտ է եղեր, բայց հավատքի խորքը հիմքը հասկացած չեր, Դժբախտաբար չգրցանք համոզել, որ դերը հարություն արած է, որովհետև ասալս եմ, շատ անգամ երբ որ մարդիկ բարձրակույն ուսումներու հասած են, այս մարդը մեքանիկական երկրաչափ էր, բավական master degree ուներ ադոր մեջ։ Շատ անգամ երբ որ մարդոց մտքերը շատ զարգանա, աստուծ մեկը հերանան, որովհետև համալսարաններում մեջ գրթությունը դեպի Աստծո կողմ չի դանիր, դեպի հակառակ Աստծո երթան։ Երկրորդ դեպքը ասկե մոտավորապես 1 ամիս առաջ պատահեցավ 6-7 հայ մարդոց հետ կխոսակցեի այսպես եւ մեկը դարձավ ինձ ասավ Գիտես ասավ ինչսի ասավ Հիսուսեն լավ մարդ չկար ասավ բայց հրյաները ասավ իրեն ախաչեցին ասավ ինքը քիչ մը հրյաներու հագարակ էր Ասի ինչպես այսինքն, ասավ, որ խաչեցին ասավ, կու հավատացած Հիսուս Քրիստոսը դասավ, խաչեցին։ Բամը ասպես ասկացի, որ սխալ հասկացողությունը գա, որ գարձեք Հիսուս ինքը չեր ուզեր խաչվել և հրյաները պրնեցին ու խաչեցին։ Այսինքն Հիսուսի գամքին հագարակ խաչվեցավ։ Այն ինչ որ դարձյալ կտեսնեք սխալ տպավորություն է։
Հիմա այսօրվա նույնը որ պիտի խոսիմ հրյաները արդարացնելու համար չէ։ Մենք բացարձակապես չենք կնար արդարացնել ովևէ մեկուն, ովևէ ասկիմը։ Արդարացնողը միան մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Բայց բարձրապես մեր հասկացողությունը շիդակ ուղղության վրա պետք է տրվի։ Նախաբաշարումներ պետք չէ ունենանք այս եւ այն նյութերու հարցով կամ ասկերու հանդեպ։ Մի դեսկսիմ գարտալու առաջին Կորինթացիս 15-րդ գլուխ 1-6։ Իդի տելատրեմ, որ բավական երկար գլուխ մնայինքը, ձեր դուներեն, երբ որ երտակ, այսօր գամբաղը ժամանակ դրամատրեք, լման գլուխը գարտալու, ասիկա լման մեր դերոջ Հիսուս Քրիստոսի հարության մասին գխոսի առակյալը։ Եղբայրներ, ձեզի գիմացնեմ այն ավետարանը, որ ես ձեզի կարոզեցի, և որը ընդունեցիք ու անոր վրա հաստատված եք, որով գպրգվիկ ալ, եթե ամուր պրնեք այն խոսքը, որ ես ձեզի կարոզեցի, այնպես որ բարապ դեղը հավատացած չլլակ, դեսնեք, վասնզի ամենեն առաջ ես ձեզի ավանտեցի զանիգա, որ ես ալ ընդունեցի, թե Քրիստոս մեր մեղքերուն համար մերավ, կրկերուն ըսածին համեմատ, և տաղվեցավ ու հարություն արավ երորդ օրը, կրկերուն ըսածին համեմատ, և երևցավ գեպասին ու ետքը 12-ին, ետքը 500 ավելի եղբայրներու մեկտեղ երևցավ, որոնց մեջ շատերը մինչև հիմա գաբրին և ոմանք ննչեցին։ 500 ավելի մարդոց կհանդիպի մեր Տեր Հիսուս Քրիստոս հարութենեն հետո և իր աշակերտներուն, կոնե 512 հոգի հոս զինք դեսած են մեր Տերոջ։ Շարունակ է դեսեք։ Ետքը երևցավ Հակոբոսին, անգամ եւս առաքյալին երևի, ետքը բոլոր առաքյալներուն, ամենեն ետքը որպես թե վիժածիմը ինձի ալ երևցավ, Բողոս առաքյալին ա երևցեր է, բասնզի ես առաքյալներուն ամենեն հետինն եմ, որ արժանի ալ չեմ առաքյալս բելու, բասնզի Աստծո եկեղեցին գալած էի, կտեսնեք, Բողոս բատմություն չի բատմեր, Ճշմարտությունը գայտնեոս։ Դարձանակրե մեծի, որ ասի ծեր մտքերուն մեջ դպավորեցեք, ես այսպես կարոզեցի ցեզի, եկեղեցին, Կորինթացիներու եկեղեցին կրած է։ Ինչու կրած եք, գիտեք ասկուլուխոս։ Այն ադեն դարձյալ եկեղեցին մեջ գասկազներ եղած են, որ աս հարության հարցը ինչպես է, դերի իրավ հարություն արավ։ Մենք հավատացինք, բայց չգիտանք, որ հարություն գա հարցին մեջ։ Հիմա դեսնեք նույնը ուր պիտի հասնի։ Աստվածաշունչը սիրելիներ գարտալով է, որ պիտի հասկանանք։ Մեր հավատքը լսելով է Աստծո խոսքեն, որ պիտի ավելնա։ Սխալ մտածումները, սխալ գաղափարները, սխալ խորհուրդները, որ մտքերուն մեջ մեր դպավորված են, Աստվածաշունչն է, որ պիտի շտկե։ Մենք մեզ մեջ ենք կնար բամը շտկել։ Դեսեք 13-րդ համարին մեջ ինչ գեղեցիկ կշարունակե։ Ուրեմն եթե Քրիստոս կկարոզվի, որ մերելներեն հարություն արած է։ Ինչպես ցեզ մեկ կանիները գսեն թե մերելներուն հարություն չկա։ Կտեսնեք թե ինչու ասնյութին մասին կկրե առաքյալի եկեղեցին։ Որով ագանչին եկած է, որ մարդիկ գսեն մերելներ հարություն չի գա, ինչ խոսակցություն է այդ։ Բողոս ուղելու համար եկեղեցին ասի կկրե։ Եթե մերելներուն հարություն չկա, ուրեմն Քրիստոս ալ հարություն արած չէ։ Եղավ։ Եվ եթե Քրիստոս հարություն արած չէ, ուրեմն մեր կարոզությունը բարապ է, ու ծեր հավատքն ալ բարապ է։ Ամեն բան բարապի հանեց հիմա ոս առաքյալը։
Եվ մենք ալ Աստծո սուտ վգաները գլանք, որովհետև Աստծո համար վգայություն դվինք, թե ինք մերելներեն հարուցանեց Քրիստոսը։ Եթե մերելները հարություն չեն առներ, ուրեմն զանիգա չէ հարուցած։ Կանզի եթե մերելները հարություն չեն առներ, Քրիստոս ալ հարություն առած չէ։ Այնպես ցևով մը գխոսի, որ այսինքն ցեզի աշճապ խոսիլս, դարիներով կարոզելս, սեր մեջ պնագիլս, սորվեցուցածներս, բոլոր բարավ են, եթե Քրիստոս հարություն առած չէ։ Եվ եթե Քրիստոս հարություն առած չէ, ծեր հավատքը բարավ է ու դագավին ծեր մեղքերուն մեջ եք։ Նույնպես Քրիստոսով ննչողներն ալ գործված են։ Տեսակ։ Հիմա տեսեք 19-րդ համարը։ Եթե միայն այս կյանքին համար Քրիստոսին հուսացած ենք, եթե միայն այս կյանքին համար Քրիստոսին հուսացած ենք, մենք բոլոր մարդոցմեն ավելի խղճալի ենք։ Ամենը խեղճը բոլոր աշխարհի վրա գսե մենք կդառնանք։ Եթե մենք միայն այս աշխարհի մեջ անպես բարձ հավատք ունենք, եթե Քրիստոս հարություն առած չէ, հոս ինչ գործ ունենք։ Կտեսնեք, բոլորը ամենազորավոր հիմնակարն է մեր հավատքին։ Բայց ճշմարիտ է Քրիստոս մերելներեն հարություն առած է ննչեցյալներուն առաջին բդուղը։ Առաջին ննչեցյալներուն բդուղը ինքն է, որ հարություն առած է։ Լավ։ Դեսեք հիմա, թե նորություն չէ գասկածը, միշտ ալ եղած է և գործ առաքելոցի մեջ 17-րդ գլուխ Բողոս առաքյալ ատենք կացած է, ատենքի մեջ փորձած էլ սորվեցնել, բզդիկ խմպաբիգեմը կարոզել և իրեն կարոզության ժամանակ դեսեք ինչ կսե ինքը։ 17-րդ գլուխ 30-32 Արդ Աստված դգիդության ադենները անդես ընելով Հիմա ամեն դեղ գբատվիր է բոլոր մարդոց, որ աբաշխարեն։ Հույներուն աբաշխարության մասին գխոսի։ Նաև մեզի այսօր։ Հիմա անոր բիդի կանք կիչեդո։ Բասնզի ինք օրմը սահմանեց, որում մեջ աշխարհս արդարությամբ բիդի տադե, այն մարդուն ցերկով, որ որոշեց ու ամենուն հավատացուց Զանիգա մերելներեն հարուցանելով։ Հույները առաջին անգամ լարով հարության մասին գլսեն հոս։ Դեսեք իրենց պերնեն ելած խոսքերը։ Երբ մերելներուն հարությունը լսեցին, ոմանք ձաղր գնեին, ոմանք ալ գսեին, այդ բանին համար ուրիշ անգամ մդիկ բիդի ենենք քեզի։ Աբա Բողոս անոնց մեջ են հեռացավ։ Ուշադրություն 32-րդ համարը, երբ մերելներուն հարությունը լսեցին, ոմանք ձաղր գնեին, կխնդային այսինքն, չէ յաո գսեին, անանք պան գլամը։ Տեսակ, ամեն ժամանակներում մեջ, թե հետանոս, թե քրիստոնյա ըսված, սխալ դպավորություններ, սխալ համոզումներ կան։ Հովաննու 11-րդ գլուխ 23-26 Մեր դերը Ղազարոսին մերնիլ լսած է, եկած է, որբեսի Ղազարոսը պիտի հանե։ Բայց Մարտա կրոջ հետ խոսակցություն մգնում են նա, նախքան Ղազարոսի հարություն դալը։ 11-23-26 Հիսուս Մարտային հետ կխոսի։
Հիսուս ըսավ անոր. «Քու եղբայրդ հարություն մի դառնե»։ Մարթա ըսավ անոր. «Գիտեմ, թե հարության ժամանակը վերջին օրը հարություն մի դառնե»։ Աս քույրը հրյա է հոս, հա? Իջեցնեմ։ Եվ հարության մասին գիտե։ Եվ այդ հույսով գաբրի, որ վերջին օրը հարություն գա։ Ճշմարիտ հավատք է ասիկա։ Գիտեմ, թե հարության ժամանակը վերջին օրը հարություն մի դառնե։ Հիսուս ըսավ անոր. «Ես եմ հարությունն ու կյանքը, ան որ ինձի կհավատա, թեև մեռնի պիտի ապրի, եւ ան որ կենդանի է ու ինձի կհավատա, հավիտյան պիտի չմեռնի»։ Տուն կհավատաս ասոր, Մարիամին հարցում գուղե։ Այսօր եթե աս նյութը միան աստեղ շարնագենք քիչ եւս գարտալ եւ թողենք, աս նյութը Հիսուսի եւ Մարտայի միջև եղած խոսակցություն մնե։ Մենք մեջեն բամ հասկացած չեն գլար եւ ովևէ օգուտ մեզի։ Բայց եթե առնենք Հիսուսի վերած հարցումը, տուն կհավատաս ասոր։ Դուք կհավատաք ասոր, որ Քրիստոս ինքն է հարությունը։ Ամեն։ Այս է սիրելիներ, ուղղվիլը այս է մեր տեպի դերոջ կողմ։ Տեսեք Մարտայի պատասխանը։ Ըսավ անոր. «Այո, դեր ես հավատացել եմ, որ դու ես Քրիստոսը, Աստծո որդին, որ աշխարհ գալու է իր»։ Տեսակ ինչ ասկույրը քրիստոնյա է հոս, անոնով հրյա է, ասի ամենը լավ քրիստոնյան է հոս, և դեր Քրիստոս խաչ ելած չէ, հարություն արած չէ, ճշմարիտ հավատքին վրան է։ Հռոմայեցիս 10-րդ գլուխ 9-13։ Տեսեք ինչ բարձ է քրիստոնեության հավատքը։ Շատ բարձ։ 10-րդ գլուխ Բողոս Արաքյալը գրե 9-13։ Վասնզի եթե քու պերնովդ Հիսուսը դեր խոստովանիս, պերանովը դեր ասես, ու սրդիդ մեջ հավատաս թե Աստված զանիգա մերելներեն հարուցանեց, պիտի փրկվիս։ Գնիկը տրվավ վրատ։ Եթե դժմարտապես կհավատաս սրդիդ մեջ, որ Հիսուս Քրիստոս մերելներեն հարություն արած է եւ իրեն իբրև դեր կընդունիս, պիտի փրկվիս, այսինքն փրկվիս ինչս էլ է։ Աստծո երեսը տրախտ մտնալու պիտի արժանանաս, տեսնելու։ Ասիկա մեր հավատքին ամբողջացումն է հոս։ Ասիկա առաջին կայլն է հավատացյալին։ Եթե ասի չունիս, ուզալիտ չապ աղոտ է։ Ինչ գուզես ըրե, որ եկեղեցին, որ ուխտադեղին գուզես կնա։ 40 օր չի 100 օր ձոմ բահե։ 500 օր բահեցողություն ըրե։ Ինչ գուզես, ով գուզես վրա թող աղոտ է։ Աշխարի վրա մարդ թող չի մնա, ամենը վրա թող աղոտեն։ Եթե ասիկա չունիս, իսկապես սրդիդ մեջ, տուն Աստծո ներկայությանը բացարձակապես պիտի չի վայելես։ Շարունակեմ։ Վասնզի սրդով կհավատա մեկը արտարանալու համար ու պերնով կխոստովանի փրկվելու համար։ Քանզի գիրքը գսե ամեն ով որ անոր հավատա պիտի չամչնա։ Վասնզի խդրություն չկա հրյային ու հույնին միջև։ Վասնզի ամենուն դերը նույնն է, որ արադությամբ կհասնի անոնց, որոնք իրեն կգանչեն։
Քանզի ով որ դերոջը անունը գգանչե պիտի բրգվի ամեն հիմա Ֆիլիպեցիներուն ամագին մեջ 3-րդ գլուխ 7-11 հոստեղ Բողոս Արաքյալ իր մասին գխոսի Բայց ինչ որ ինձի շահեր Զանիգա Քրիստոսին համար վնաս սեբեցի Եվ իրավ բոլոր բաներն ալ վնաս կսեբեմ իմ դերոջս Քրիստոս Հիսուսին կերազանց գիտությանը համար Որուն համար ամեն բան է զրկվեցա Եվ աղդեղություն կսեբեմ Որբեսի Քրիստոսը շահիմ Ու իր մեջ գտնվիմ Ոչ թե իմ արտարությունս ունենամ Որ օրենքեն է Հաբա Քրիստոսին հավատքով եղած արտարությունը Որ աստուծմեն է հավատքով Տեսեք Որբեսի ջանշնամ զանիգա Եվ անոր հարությանը զորությունը Ու անոր չարչանանքներուն հաղորդ ըլլամ Անոր մահվան գերբարանքը առնելով Որբեսի մերելներուն հարությանը հասնիմ Ամեն բան ցիկած է Արաքյալը Ամեն բան մորցած է Միան արջև գնայի Դեպի Քրիստոս Միան գսե դերոջը հատ հարության մեծ օրը դեսնեմ Հոն հասնիմ գսե Եվ իր զորությունը վայելեմ Դեսնեք Ամեն բան ցիկած է Արաքյալը Ասի մեզի հորտոր ես իրելիներ Որբեսի աս աշխարհքին վրա շատ հույս չգաբենք Քիչ մը առաջ ինչպես երկեցինք բանտուղներ ենք մենք Եվ հոս օդար Հոն է մերդուն երկեցինք վերջավորության վերջին դուները Ուրեմն հոստեղ շատ բաներով եք չգաբվիլ աս աշխարհքի վրա Հիմա անցնենք խաչելությանը մասին Ով խաչեց հրյաները եւ հռոմայեցիները ասի գիտենք գասկած չի գա հրյաները տավատրեցին դերը հռոմայեցիներու ցերկ մատնեցին հռոմայեցիներն ալ ինչ բինեն աչ նայեցան ցախ նայեցան տեսան որ հրյաները ավելի պիտի գապղին մեր դերը խաչը հանեցին ասպես ընդանուր տավատրություն մներ լավ շիդագ է երբեք ոչ չեն գզեր Տեսնենք Մատթեոս 16:21 Ավետարանս Մատթեոսի 16-րդ գլուխ 21-րդ Անգե հետո Հիսուս իր աշակերտներուն ցուցուց թե պետք է որ ինք Երուսաղեմ երթա ինք պետք է Երուսաղեմ երթա ու շատ չարչարանքներ գրե ձերերեն եւ կահանաներեն ու տբիրներեն եւ սպաննվի ու երրորդ օրը հարություն առնե Հիմա եթե Հիսուս իր գամքով Երուսաղեմ չեր տարա սպաները ինքը գսե մեզի չէ որ ինքը գամքով Երուսաղեմ պիտի երթա Եթե ինքը ագամա չուզեր ասպաները իրեն բադայի Երուսաղեմ չեր երթար ուրիշ ուղությամբ լիպանան երթար գրնալան Բայց Երուսաղեմ երթալ որոշեց որովհետև ոնց իրեն խաչելությունը կսպասեր ժամատրված էր Բայց Պետրոս իր քաչ Արաքյալը Պետրոս մեկտի արավ զանիգա եւ սկսար հանդիմանել զանիգա ուսել Եթիր նայենք Հիսուս ինչ կխոսիս տուն Խաչվիլ մեռնիլ ասանք բան չլար քեզի Կավլիցի դեր այդ բանը քեզի չլա ասանք բան թող չի բադայի քեզի ինչ կխոսիս Իրենք տակավոր կսպասեին որ դեր իրենց մտքին մեջ երկրավոր տակավոր գուզեին Գսպասեին թե Հիսուս երբ պիտի հրճագե տակավորությունը ես հիմա տակավոր եղա ասելով Ինք դառնալով Պետրոսին ասավ Եդիս կնա սատանա ինձի կայտակություն ես
Բասնզի աստծո բաները չես մտածեր, հաբա մարդոց բաները։ Ուրեմն Հիսուս երբ որ Երուսաղեմ պիտի երթա եւ պիտի խաչվի ու պիտի ձեծվի ու պիտի սպանվի ու հարություն մի դառնի, ասում աստծո բաներն էին։ Պետրոսին գաղափարը, բայց սատանայական էր։ Դերը լրացուց իրեն։ Շարունակենք Մատթեոս 26:52 Աստեպքը գբադահի Գեթսեմանիի մեջ 26:52-56 Պետրոս սուրը կաշած է, բիդի աչին ծախին սկսի զարն Այն ադեն Հիսուս ըսավ անոր սուրը դեղը տարծուր Բասնզի բոլոր սուր առնողները սուրով պիտի գործվին Գգարձես թե չեմ գրնար հիմա իմ հորս աղաչել որ ինձի հասցնե 12 կունտեն ավելի հրեշտակներ Եթե երբեք Աստվածաշունչը գարտացած եք մեկ հրեշտակը մեկ օրվա մեջ 180,000 հոգի մերձուցած է մեկ հրեշտակը Հոս դերը գսե չես կազեր որ եթե ուզեմ 12 կունտեն ավելի իմ հայրս հիմա հրեշտակ կղրգե Բայց ինչպես պիտի գադարվին կրվածները, որովհետև իր մասին կրված է, թե Սաղմոսի մեջ, թե Եսայի մարգարեության մեջ, և ուրիշ դեղերալ, թե պիտի Մեսիան չարչարվեր, խաչվեր, թե պետք է այսպես ըլլա։ Մատթեոսի 27-րդ գլուխ Բիղադոսին առջև այս անգամ 27-րդ գլուխ 23-ն 26 Ժողովուրդը գբորակը կանչե թե խաչը անե Հիսուսը Բիղադոս գուզե Հիսուսը իբրև իր մտքով արտարացնել հանել որ չի խաչվի աս վեջին մեջ ժողովուրդին հետ ամենքն ալ ըսին անոր թող խաչվի եւ գուսակալը հսավ բայց ինչ չար գործ արավ Անոնք ալ ավելի գաղաղագեին ու գսեին, թող խաչվի, Բիղադոս դեսնելով, որ օգուտ մճունի, հաբա ալ ավելի խրովություն գլա, չուր արավ, ծերկերը լված, ժողովուրդին արջև ուսավ, ես այդ արտարին արյունեն անբարդ եմ, դուք մտածեցեք, այսինքն ինչ գուզեք ըրեք։ Բոլոր ժողովուրդը պատասխան տալով ըսավ, Ադոր արյունը մեր վրա ու մեր որդիներուն վրա ըլլա։ Ստիպված պարապան արձակեց անոնց և Հիսուսը ձեծելով անոնց ձեռքը տվավ, որպեսզի խաչվի։ Դեսեք հոս հրեաները իրենք անեծքի դակտերին և մինչև այսօր, մինչև որ Քրիստոսը չընդունին, այս անեծքը իրենց վրայեն չի վերնար։ Բոլոր ժողովուրդը պատասխան տալով ըսավ ադոր արյունը մեր վրա ու մեր որդիներուն վրա ըլլա։ Այսինքն մարտասպանության արյունը իրենց վրա։ Ոչ թե փրկության արյունն է, որ հոս կխնդրեն։ Մինչև որ անդրադառնան, որ իրենք Մեսիան խաչեցին, իրենք դեռ շատ կաշելիք ունին։ Թե պետք գրնալալ հոս հոն հաղթանակներ դալին բادرազմական։ Բայց Քրիստոսը մինչև այն ադեն որ չեն ընդունած, աս անեցքին դագնեն, աս կովին, ազատություն չկա։ Հովաննու 10-րդ գլուխ 17-ն 18-ը Մեր դեր Հիսուսն է խոսողը, տեսեք, անոր համար իմ հայրս զիս գսիրե, որովհետև ես, լավ ուշադրություն ըրեք, որովհետև ես իմ կյանքս գտնեմ, որբեսի նորեն առնեմ զանիգա, մեկը
չի գրնար զանիգա ինձ մե, մեկը չի հաներ զանիգա ինձ մե, հաբա ես գտնեմ զանիգա ինք իր մեզ։ Իշխանություն ունիմ զանիգա տնելու և իշխանություն ունիմ զանիգա նորեն առնելու։ Այս բատվերը իմ հոր մեզ արի։ Ուրեմն ինչ հասկացանք ոս։ Մեկը չի գրնար Հիսուսին մերցնել։ Ինքն է, որ եկած է իր կյանքը տնելու, մեզի համար զոհվելու, սատանային գործերը կանտելու, մեզի երկինք տանելու, ջամփան տանա, մեր մեղքերուն թողություն տալու։ Կտեսնեք, աս բոլորը իր դերոջ ցերքին մեջն է։ Հռոմայեցիս 2-րդ գլուխ 28-29 համարները։ Վասնզի, դեսեք, հրյա չէ ան, որ դուրսեն է, և տլպադություն չէ այն, որ դուրսեն է, մարմնով է։ Անկամ միևս, ան, որ տլպադված է գսե դուրսեն, անիգա միան հրյա չէ։ Հաբա ան հրյա է, ճշմարիտ հրյա լալը այս է։ Հաբա ան հրյա է, որ ներսեն է և իսկական տլպադությունը սրդին տլպադությունն է, հոգիով ու ոչ թե կրով, որուն կովեստը ոչ թե մարդոցմե է, հաբա աստուծմե։ Այսինքն, ինչս էլ գուզե հոս, ճշմարիտ հավատքը, ճշմարիտ հրեյությունը սիրդի փոփոխությունն է, մարմնի դուրսեն պամը փոխվել բեք չկա գսե։ Մարդու սիրտը պետք է փոխվի։ Ճշմարիտ հրյաները որոնք են Սուրբ Մարիամ Աստվածածին, Մարիամ Մագդաղենացին, Հիսուսին աշակերտները բացի հուտան, Ադ 500-ը որ տեսավ վերնադունին մեջ և 60 ուրիշ սուրբեր Աստվածաշունչին մեջ, Նիկոդեմոս, Հովսեփ Արեմատացի, կտեսնեք, ասոնք բոլորն հրյա էին ասկությամբ, բայց ամենն ալ սրդի տլպադություն ունեին, սրդերնին փոխված էր այլևս, իրենց հրյայության կապված չէին, հրյայությունը իրենց միան ասկությունն էր, բայց հավատքը Քրիստոսի դարձան, քրիստոնյա էին այլևս աս մարդիկը։ 11-րդ գլուխ 3-7-ը Դեր աստեղը Բողոս Արաքյալ գխոսի Եղիա Մարգարեին մասին, որ Աստծո հետ երկխոսություն մգունենա, քանի 1000 տարի առաջ մեր ժամանակ են, Քրիստոսը չեմ գիտեր 600-700 տարի առաջ կնալալ։ Մարգարեն դերոջ հետ կխոսի։ Դեր կու մարգարեներըդ մերծծույն ու կու սեղաններըդ պլծուցին, միայն ես մնացեր եմ և իման ծսալ գպնդրեն։ Բայց ինչ ըսավ աստվածային պատասխանը։ Մարգարեն Աստծո կկանկադի, որ կու զոհասեղաններըդ ամեն կարու կանտրին և միան հալածանք կա հավատքի համտեպ և հիմա ինձի ալ կպնդրեն։ Բայց ինչ ըսավ աստվածային պատասխանը։ Ինձի թողուցի 7000 մարդիկ, որոնք պահաղի ձնրատրություն ջրին։ Գսե որ ուշատիր եղիա։ Բոլոր ժողովուրդը այդպես չէ գսե։ Ես 7000 հոգի բահեցի գսե, որ այդ չասվածին երկրպագություն ջրին։ Դեսեք հիմա ինչ կսե 5-րդ համարը։ Հիմա յալ շնորհքով ընդրված մնացորդ մգա։ Արաքյալ հիմա խոսքը մեզի գսե։ Հիմա յալ շնորհքով ընդրված մնացորդ մգա։ Այսինքն հրյաներու չար աչքով չնայինք
իրենց մեջ են ալ Քրիստոս ջանցողներ պիտի լան մեր այս օրերուն կալիք օրերուն ալ ինչպես նշեցի քիչ առաջ որտեղ որոնք հրյա էին եւ Քրիստոսի հավատացած էին չէ սկսյալ Սուրբ Աստվածածին եւ եթե շնորհքով ուրեմն ալ գործերեմ չէ ապա թե ոչ շնորհքը ալ շնորհք լար անի պիտի շարունակեմ հիմա սիրելիներ մենք մեր զավակները մեր եկեղեցու մեջ մանկուտենեն կմգրդենք Կահանա հայրը գտրոշմե ալ իրենց Սուրբ Միրոնով շատ լավ պարկ դրոջ ասոնք ամեն լավ բաներ են մեր եկեղեցու խորհուրդներ են աս երկու կնեն բայց դեր 5 հատ խորհուրդ կա Ուրիշ մեկ ադը ծերնատրություն է, երբ որ կահաննամը գծերնատրվի, եպիսկոպոսները վրան գաղոտեն, և կահաննա գլլա։ Ուրիշ խորհուրդ մգա, հաղորդություն, որ մեր ժողովուրդը պարկ դրոջ, ամեն երագի շարքով գգենան գահաղորդվին մեր դեր Հիսուս Քրիստոսի արյան և մարմնին։ Ամուսնությունը գա, Բսագատրություն Թաղման գարկը գա, որ դերոչը շնորհքով օրին մեկը բոլորն իսալ գանցնենք դերը ինչպես կամենա, այսինքն երբ որ գմերնենք եկեղեցի են ներս մեզի համար աղոտներ գլան, անիկա թաղման գարկն է, անա խորհուրդ մն է բայց մեկ խորհուրդ մնաց, որ անոր մասին չխոսեցա Աբաշխարություն Մեր ժողովուրդը սիրելիներ, ճոճուխը գմգրդենք մենք, տրոշ մնավրան գտրվի, անգե եդո երեսը չենք տեսներ։ Մեկ ատ լավ ուդել խմել մգլլա, այդ օրը, գիսակինով մարդիկ ինենց դունը գերտան, եղբայրներ, մենք եբ որ մեր զավակները դբրոց կդանինք, մանգաբարդես գերտան, չէ? Ձիլ գոգոն ծաղիկ կլան հետո ծեր զավակները արնելով դուն գերտակ պետք եղած ուսումը հստացար դղաս գեցիր տեսնենք տեր հազիվ գամ անոնը կրել սորվեցավ գամ չի սորվեցավ կանիմը դարի եվս պետք է երտա որ անոնը կրել սորվի բայց մենք հազարներով տրամներ կզախսենք մեր զավակները համալսարաններու կհասցնենք մարմնի գողման է, որբեսի դղաս խելացի մեկը լա, դոկտորը լա, պաստապանը լա, եգրաչապը լա, բայց եբ որ իրեն մեկը արցն է, որ տուն հարության գավդաս, բադասխանը չէ յահավ իդլլա։ Հոս սխալ պամ մգա, չեք տեսներ, մարմնի գողման է ամեն աշխատանք կա հարաչ տիմելու, հոգևոր պացարցակ ապես, զերո, հարաչ տիմություն չի գա։ Աբաշխարության մասին, երբ որ խոսիս մեր ժողովուրդին, երեսդ ապշած գնային, որ ուրեմն տուն աբաշխարած ես։ Հա, այսինքն ինչու պետք է աբաշխարենք, Գեցեք մեկ վարգյան, շատ շուտ մի աբաշխարեք, ես ամմիջապես չեմ ուզեր մեգում ասել, հիմա աբաշխարեք, նախ Քրիստոսը պետք է ջանչնաս, վարտաբեդության մեջ են պետք է անցնիս, կիտնաս Հիսուս ինչու եկավ աշխարհ, նախ պիտի ընդունիս քու մեղավորը լալդ, ինչ անբիդանը լալդ, եւ պիտի կիտնաս ճշմարիտ պատճառը, որ Հիսուս Քրիստոս ինչու խաչին վրա ելավ, հոս գամ հոն չի պնդրես, հրյա է հանողը Հիսուսը խաչին վրա, հրոմայցիներն են հանողը, կեզ մե հերու մեգը չի գա, Հիսուս Քրիստոսը խաչը հանողը ես ու իմ մեղքերս էին, ծեր մեջ վիդի չի պնդրեմ ես, որ ով հանեց Քրիստոսը խաչը, ես ու իմ մեղքերս էին, Հիսուս ասոր համար եկավ, որբեսի ինձի պրգե,
եւ ցեզիալ նույնպես։ Եթե աս գիտակցությունը, եթե մեր մեղավոր ըլլալը չընդունենք, ապաշխարությունը չենք հասկացած ուրեմն։ Մեր մեղավոր ըլլալը պետք է ընդունենք ու խոստովանենք եւ մեր մեղքերուն համար իսկապես զղջում պետք է, ցավ պետք է, Հակոբոս առաքյալ գսե իր նամակին մեջ, ցավ կաշեցեք մեղավորներ, ձեր ուրախությունը դրդմության տող դառնա։ Ինչու կկրե։ Որովհետեւ խորքի մեջ մենք ահռելի մեղքեր կորած ենք Տերոջ հանդեպ։ Այս է սիրելիներ, երբ որ փնտրենք թե ճշմարիտ պատճառը ով է մեր Տերոջը խաչի ելնելուն։ Ամեն հավատացյալ, ճշմարիտ հավատացյալ պետք է իր ցերկը բարձրացնե։ Որ այո, Տերը ինձի համար խաչի ելավ։ Իմ մեղքերուս համար։ Տերը օրհնե մեր բոլորը իր անբանը պարգին համար։ Ամեն։